Լրություն դահլիճ։ Սիրելի այնակիցներ, իհարկե կաշառք տալը, խոստանալը, վերցնելը, հանցագործությունը, հետևաբար ես այո կոչ եմ անում հրաժարվել կաշառքի խոստումներ լսելուց, կաշառքները վերցնելուց, մանավանդ այն կաշառքները, որոնք ծագում են պետական բյուջեից, որովհետև 8 տարի չխոստացած խոստումները եւ 8 տարի չկատարված ծախսերը, երբ կատարվում են ընտրություններից մի քանի ամիս առաջ, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական միջոցներով իշխող ուժի օգտին կատարված պետական կաշառատվություն։ Այնպես որ եթե ձեր ականջներին արիշտային կախում, որ հեսա Աչափնյակի մետրոն կկառուցենք, հիմա նորից ասում են Աչափնյակի մետրոն կկառուցենք, մի հավատացեք հեքիաթներին, նայեք այն, ինչ որ եղել է, ինչ որ արվել է այս 8 տարիների ընթացքում, բայց նայելուց զգուշ եղեք, որ հանկարծ չընկնեք այն փոսերը, որոնք առաջացել են այս իշխանության փռած ասֆալտին։ Մյուսը ես Տիկին Ջուլակյան, մի քիչ լավ չհասկացա, ասում եք մենք Հայաստան դաշինքի առաջարկությանը դեմ քվեարկեցինք, գոնե իմ ընկալումը դա էր, որովհետև կառավարության հետ չենք խոսել, չգիտենք տեխնիկապես դա ոնց պետքա արվի։ Գիտեք, օրենքը եւ տրամաբանությունը մի քիչ այլ ձև է գործում։ Ազգային ժողովն է ձևավորում կառավարություն եւ կառավարությանը հանձնարարում է խնդրին լուծում տալ, այլ ոչ թե ասել մի հատ հետներելը խոսենք, տեսնենք այդ խնդիրը լուծելի է, թե լուծելի չի։ Օրենքը տեխնիկական փաստաթուղթ չի, որ ասեն, գիտես, սենց պետք է անես, սենց պետք է անես, սենց պետք է անես։ Դա քաղաքական ուղերձ է։ Եվ պետք է ընդունել այդ փոփոխությունը, հաշվի առնելով, թե ձեր օրոք տնային կալանքի տակ գտնվող քանի մարդ կա, եւ իրանց ընտրական իրավունքը ապահովել, իսկ լուծումը անձնարարել կառավարությանը։ Եթե չկարողանային, 2 ամիս դեռ ժամանակ ունեք, կարող եք փոփոխություն անել կառավարության կազմում։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, եթե կառավարության գործունեությունը եւ աշխատավարձները եւ այն ամեն ինչ, որ արվում է ժողովրդի համար են կընտրակաշառք, ապա դուք եւ ձեր падգամավորները պետք է առաջինը մեր կառավարությանը ընտրեք, որովհետեւ առնվազն այս վերջի 5-6 տարվա ընթացքում մարդը մոտավորապես մի 15 միլիոն դրամ մենակ պարգևավճար եք ստացել։ Ես հույս ունեմ, որ բացակայող խմբակցությունը մնացած падգամավորները ձեր տրամաբանությամբ դա նույնպես կհամարեն ընտրակաշառք, մոտիկից պատմության ընթացքում ծանոթ լինելով ընտրակաշառքի բնույթին եւ նույնպես կքվեարկեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին որպես շնորհակալություն։